Հայաստանի ամենահեռավոր ու սահմանամերձ այս բնակավայր այցելողներ գրեթե չկան։ Մարդկանց հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու այգեգործությունն են։ Այստեղ ապրուստը կախված է եղանակից, հողից ու համբերությունից։ Նռնաձորում արդեն շուրջ 35 տարի ընտանիքով բնակություն է հաստատել Վաչիկը։ 4 երեխա ունեմ, անասնապահություն է իմը հիմնականը։ Երեխա վաղտ ենք եկել, ստե դպրոց եմ գնացել, ստե բանակ եմ գնացել։ Ու տենց բնակվել ենք, սենց է մնացել ենք Նռնաձորում։ Մեր գյուղը իրար հետ շատ լավ ենք, եթե մի ընտանիքի պես ապրում ենք, դե մի քանի ընտանիք է էլի տենց, որ հավաքես սաղին իրար մի լավ մեծ ընտանիք է էլի։ 38 տնտեսություն ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը խոստովանում է, տարիների պատմություն ունեցող խնդիրները շատ են։ Առաջին ու կարևոր հիմնահարցերից է անբարեկարգ ճանապարհը, որն արդեն լուծման փուլում է։ Լայնածավալ շինարարության մեկնարկը տրված է։ Երկրորդը ոչ պակաս ջրի խնդիրն է, ամառվա շոկերին ջուրը խմելու ջրի մասին է խոսքը, ամառվա շոկերին ջուրը կտրվում է, ունենում ենք ջրի խնդիր, քարիզներով խնդիրը մի կերպ ծերին ենք հասցնում, բայց սակավաջրությունը իրանն անում է։ Մեծ խնդիր ունենք ջրի, լուծումներ էլ ունենք, տեղ ունենք, որտեղ հնարավոր է արտիզան խփել, ընդերքը ուսումնասիրված է, ջուր ունենք այդտեղ, մնում է տենց ծախսարվի դրա համար։ Ոռոգման ջրի խնդիր այս պահին չունենք, Կարմիր խաչի նվիրաբերած պոմպերով այս պահին կատարվում է ոռոգումը, Մեղրուգետ ինքնահոս համակարգն էլ այս պահին գործում է, բայց էլի այնտեղ ունենք հիմնական պոմպեր, իսկ դրանց փոխարինողները շատ մաշված հին վիճակում են։ Ցանկալի կլիներ, որ այլընտրանքը լիներ նոր պոմպեր, մեկի փչանալու դեպքում մյուսը գոնե կարողանար տեղը լրացնել։ Նռնաձորի միջնակարգ դպրոցում 12 աշակերտ է սովորում։ Համայնքային ու մարզային բոլոր միջոցառումներին փորձում են ներգրավել։ Միայն թե հաստատությունը մարզադահլիճ չունի, բայց ուսուցչական անձնակազմը ժամանակավոր լուծում է տվել հարցին։ Շենքային պայմանները վատ չեն, բայց մենք ունենք խնդիր, այս դպրոցը, որ կառուցվել է, մարզադահլիճ չի ունեցել։ Հարմարեցնում ենք, քանի որ աշակերտներն էլ շատ չեն, առավելագույնը 4 աշակերտ, մենք կարողանում ենք հանդիսությունների դահլիճը հարմարեցնել եւ օգտագործել որպես մարզադահլիճ, բայց չգիտեմ, երևի հեռանկարային պլանների մեջ կառաջարկենք նաեւ, որ մարզադահլիճ լինի, գուցե ավելացումներ լինեն, պրոյեկտի փոփոխություն լինի, գից ինչ որ կառուցեն, հուսով ենք, որ լավ կլինի։ 7 առարկա դպրոցում դասավանդվում է հեռավար ձևաչափով, 8 ուսուցիչ էլ Մեղրի եւ Ագարակ համայնքներից է գալիս։ Հեշտ չէ ամեն օր կտրել այդ դժվար ու քարքարոտ ճանապարհը, բայց դա մեր առաքելությունն է, սիրով ենք գալիս, նշում է հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչը։ Եթե մենք չգանք մեր սահմանապահ այս գյուղը, կարող է երեխաները գնան ուրիշ դպրոց, Մեղրի գնան Ագարակ եւ բնական է, որ ընտանիքներն էլ կլքեն գյուղը։ Փաստորեն մենք, որ գալիս ենք հասնում, կտրում ենք այս երկար ու դժվարին ճանապարհը, առաքելություն ենք կատարում եւ դա մեզ ոգևորում է, ոգեշնչում է։ Չնայած գյուղում արկա մի շարք խնդիրներին, այստեղ ակտիվ շինարարություն է ընթանում։ Սուբվենցիոն ծրագրով կառուցվում է 25 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ, որի համար ներդրվել է մոտ 100 միլիոն դրամ։ Կառավարության հաստատած սահմանամերձ բնակավայրերում 16 միլիոն դրամի շրջանակում տուն կառուցելու ծրագրից էլ օգտվում է 10 նռնաձորցի երիտասարդ ընտանիք։ Այս պահին մանկապարտեզի շինարարությունն է ընթանում, սուբվենցիոն ծրագիրը համայնք կառավարություն, հույսով ենք կավարտեն այս տարի, մի քիչ ուշացումներով, բայց կավարտեն։ Մյուս ծրագրերից 16 միլիոնի բնականաշինության ծրագիրն է, գյուղում ունենք 10 շահառու, 6 տունը պատերը շարված տանիքը դրված է, 4 տունն էլ հələ ֆունդամենտի մակարդակում են, բայց շինարարությունը ընթացքի մեջ է, գործը անում են։ Ամենամեծ նախաձեռնություններից մեկն էլ Նռնաձորի գյուղատնտեսական կոոպերատիվի ստեղծումն է։ Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ եւ միջազգային կազմակերպությունների օգնությամբ այն արդեն 1 տարի է գործում է։ Ունենք 5 հեկտար վերականգնած այգի, ունենք 5 հեկտար նորատունկ այգի, արդեն կատլավանը փորած 3600 խորանարդ մետր ծավալով մեմբրանային բասեին, արևային համակարգ, ենթակայան, կատիլային ցանց, մեծ պրոյեկտ է, ինքը իրանից ներկայացնում կոոպերատիվը, շատ մեծ պրոյեկտ է ու հաջողության դեպքում կոոպերատիվի մասին դեռ շատ են լսելու, դա միանշանակ այդպես է։
Բնակավայրի վարչական ղեկավար Արա Ազիզյանը երազում է մի գյուղի մասին, որտեղից ոչ թե կհեռանան, այլ կգան եւ բնակություն կհաստատեն։ Այդ ժամանակ Նռնաձորը լիարժեք կյանքով կապրի։ Լինի բարեկարգ, ասֆալտապատ, չգիտեմ, իր կոյուղիով, իր մանկապարտեզ, դպրոց, խաղահրապարակ մնացած ինչ ընդհանրում է իրանից նորմալ ապրելու պայմանները։ Երազանքը միանշանակ դա է, որ մի օր այս գյուղը ներքևից մտնողը այս վիճակը չտեսնի։